Ցեն փաստա որ Վարդան Ղուկասյանին հանձնարարություն իջեցվեց դեռ 3 շաբաթ առաջ Վարդան Ղուկասյանին կալանավորելու ես անգամ իմ Facebook-ում գրել էի այդ մասին Վարդան Ղուկասյանին այսօր ձերբակալել են իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար ինքը առաջին օրվանից ընտրվել է այս իշխանությունների կողմից քարկոծվում է Եվ ոչ միայն ինքը, բոլոր այն քաղաքական ուժերը, գործիչները, այն անհատները, ովքեր այս իշխանություններին քննադատում են, այսօր հալածվում են կալանավորումներով, անգամ սպանություններով, մենք ամեն օր ականատես ենք լինում, որ ու այս իշխանությունը պատրաստվում է գալիք ընտրություններին, մինչև այդ փորձում է բոլոր վտանգները չեզոքացնել։ Այդ թվում հարցակում է սկսել եկեղեցու դեմ, սրբազանների է կալանավորել, քահանայի եւ ընդդիմադիր հայացքների համար շատ անհատների։ Մենք տեսել ենք դա, ու ամեն օր տեսնում ենք։ Այսօր էլ հերթը հասել է Վարդան Ղուկասյանին, ու ես ամեն օր այդ մասին ասում եմ, որ դեռ էլի են այս կալանավորումները լինելու։ Դեռ էլի մարդիկ են կալանավորվելու, մինչև ընտրություններ բոլոր վտանգները չեզոքացվելու, անգամ են չնչին վտանգ ներկայացնող մարդը, որ իրենց դեմ է խոսում, կալանավորվելու է։ Իսկ ինչ ակնկալիք ունեք կալանքի կենթարկեն թե ոչ։ Դե բնականաբար, եթե կալանքի ենթարկելու չլինեին, այս ամեն ինչը չէր լինի։ Բնականաբար կալանավորելու են, ոնց որ կալանավորեցին մնացածին 2 ամսով, 3 ամսով, իրանց ձեռքում այսօր իշխանությունը տեսնում ենք այսօր ինչ վայրենաբար ես ասեմ որ առևանգեցին ընդդիմադիր քաղաքապետին, դա առևանգում էր օրինապահ մարմինների կողմից իմիջիայլոց եւ սրան մի լուծում կա, դա բնականաբար փողոցային պայքարն է, պետք է մեր բոլոր ուժերը, անհատները, բոլոր տարաձայնությունները մի կողմ դնեն, դուրս գան փողոց, այս իշխանություններին վռնդելու րոպե շուտ։ Եթե չէ, ապա շատ թանկ ենք վճարելու սրա համար, շատ մարդիկ են կալանավորվելու, հայրենիքն է վտանգված այսօր յուրաքանչյուր արժանապատիվ հայ, ով ունի գիտակից մտածելակերպ, պետք է դուրս գա եւ պայքարի այս իշխանությունների դեմ, սա փաստ է։ Իսկ եթե կալանքի տակ մնա, այնուամենայնիվ, եթե չեք ցանկանա տեսնել իշխանական ներկայացուցիչներից որևէ մեկին, ում եք տեսնում Վարդան Ղուկասյանին փոխարինող ժամանակավոր պաշտոնակատար։ Ես անկեղծ ասած ոչ մեկի չեմ տեսնում այսօր Վարդան Ղուկասյանից բացի, որովհետև այդ մարդը իր տեսակով շատ բան է արել, թե Գյումրիի համար, ես ինքս Գյումրիից չեմ, բայց կողքից նայելով ես տեսել եմ շատ բան արել Գյումրիի համար, ու թերևս շատ ընդդիմադիր քաղաքապետերից մենք տեսնում ենք, չէ, որ շատ տեղերում են ընդդիմությունը հաղթել է, բայց շատերը վախենում են, լռում են, չեն խոսում քաղաքապետերը, իսկ ինքը միակներից է եղել, որ ամեն օր քննադատել այս իշխանություններին։ Դրա համար էլ ինքը այսօր կալանավորվում է, այսօր հալածվում է այս իշխանությունների կողմից։ Սրա վերջը պետքա դնի։ Ժողովուրդը պետքա դնի։ Ես մի բան կասեմ մեր ընդդիմադիր ուժերին, ես չեմ քննադատում, որ իրանք պատրաստվում են ընտրությունների, այլ ողջունում եմ, որ իրանք ընտրությունների են պատրաստվում, բայց մենք մի անգամ ականատեսն ենք եղել, որ այս իշխանությունը գնալու է ռեսուրսներով, իր ամբողջ ռեսուրսը պետական եւ այլ ներդնելու է, որ վերարտադրվի կրկին 26 թվականին։ Այս մեր ընդդիմությունը պետք է ընտրություններին պատրաստվելուն զուգահեռ նաեւ պատրաստվի փողոցային պայքարի, հետընտրական փողոցային պայքարի։ Եթե ինչ, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը դուրս կգա փողոց։ Ոնց որ 21 թվականին մեր ժողովուրդը պատրաստ էր ընտրություններից հետո դուրս գալու փողոց։ Ավելի ուշքին։